Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Ամերիկահայ համայնքի արձագանքը Համիդյան չարթերուն, վիշտ, ինքնություն եւ գանխարկիլման ցկտում։ Ադրբեջանը սեփականաշնորհած է Ազոխի քարանցավի նախամարտու ծնունդը։ Քորց դե խոսք։ Արցախի Մարդունի քաղաքին մեջ ոչնչացված է Քարեկի նշտեհի հուշարձանը։ Դոկտոր Էլմոն Հանջեր Արևմտյան Հայաստանի հայրուն մասին։ Հատուկ լուսանգար փաթիքներ 20-րդ դարու Շուշիի համայնավատկերեն։ Գիրքը Նեմեսիս գործողության մասին ի պատասխան անբադիժ մնացած հայրուտեմ իրականացված ցեղասպանության գազագերբիչներուն եւ իրականացնողներուն։ Աչակցինք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության։ 1894 թվականին սկսյալ ամերիկյան քաղաքներուն մեջ Բոստոն, Ֆրեզնո, Նյու Յորք եւ այլուր դեղի ունեցան Համիդյան չարթերուն նվիրված հանրային ցերնակներ։ Այս արշավները գազագերբված էին դեղական հայ համայնքներու կողմէ ի պատասխան Օսմանյան գայսրության մեջ հայրուտեմ բռնություններուն։ Համիդյան չարթերը սկսած Սասունեն առաջին զանգվածային գոդորացներն էին Օսմանյան պետության կողմէ։ Բռնությունները խոր աստեցություն ունեցան ամերիկահայության ձևավորման վրա։ Շատ հայեր քաղտեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ, իսկ դևուն հայերը հիմնական առաջին սերունդի ներգաղթյալներ անձնապես վնասված էին։ Չնայած այդ իրադարձություններուն մեծ կարևորության, Համիդյան չարթերը հաջող կմնան մոռացության մատնված ուսումնասիրություններու կողմէ, հաջող ծածկվելով 1915-ի ցեղասպանության ծանր հուշերով։ Հոդվածը լույս կսպրե այն իրողության վրա, որ հիշադակի արարողություններն ու հանրային նախաձեռնությունները միայն վիշտի արդահաճություններ չէին, այլև գործնական փորձ կանխելու հետագա բռնությունները։ Ամերիկահայերը այս ձևով գծկտեին աստել դեղական հասարակական գործիքի վրա, առաջ մղելով հայկական հարցը Միացյալ Նահանգներու մեջ եւ ցույց տալ, որ հայ ժողովուրդը պատրաստ է պայքարելու արդարության համար։ Արցախի մեջ Ադրբեջանի կողմէ նախադեсված են հնակիդական հետազոտություններ, ներառյալ Խոջալույի բրոնզետարյան հուշարձանները, Ազոխի եւ Թաղլարի քարանցավները, ինչպես նաեւ Աղվանքի մշակութային ժառանգության ուսումնասիրությունը։ Այս նախաձեռնությունները կդիտվին իբրև Ադրբեջանի կողմէ պատմության վերաշարադրման եւ հայկական մշակութային ժառանգության յուրացման փորձ։ Ազոխի քարանցավը, ուր 1960-70-ականներուն հայտնաբերված է նախամարտու ծնոտ, կներկայացվի իբրև ադրբեջանցի առաջին նախնի։ Իսկ 2021-ին Իլհամ Ալիև հայտարարած է, թե ան կպատկանի Ադրբեջանի պատմության, մեղադրելով հայ հնակետները ապօրինի բեղումներու մեջ։ 2023-ին գերմանացի հետազոտողը մասնագիտական հոդվածի մեջ քննադատած է այս քաղաքականությունը, նշելով, որ Ադրբեջան կփորձի հնակույն պատմությունը օգտագործել ազգայնական նպատակներով։ Ադրբեջանը քարոզչական նպատակներով հաջող արտասահմանի մասնագետներու համար բդույթներ կգազմագերբե թեպի Ազոխի քարանցավ, դարաձելով աղաբաղված պատմական դեղեցություններ։ 2018-ի հեղափոխութենեն յետ Արևելյան Հայաստանի եւ Արցախի մեջ տեղի ունեցած զարգացումները երկիրը առաջնորդած են խոր ճգնաժամի մեջ։ Այսօր Հայաստանը կանգնած է գործանման եզրին։ Իշխանությունները կշարունակեն աջակցել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացին Ադրբեջանի թելադրած պայմաններով։ Ընդդիմությունը փոխանակ վճռագամ եւ համագարկված հագաստեցություն ցուցաբերելու բավարարված է մամլո ասուլիսներով եւ հայտարարություններով պատասխանելով։ Անանիա Մաղաքյան կշեշտե, թե ընդդիմությունը շատոնց պետք է նախաձեռներ հանրակրվե օրինական ճանապարհով հարցը ներառելով ազգային ժողովի օրակարգին մեջ։ Թեև քաղաքացիական պայմանագիր խմբակցության մեծամասնությունը գրնա մերժել առաջարկը, ընդդիմությունը ունի հնարավորություն հետագա քայլի անցնելու, այսինքն անհրաժեշտ ստորագրություններ հավաքելով հանրակրվեի նախաձեռնությամբ հանդես գալու։ Ժամանակը սահմանափակ է։ Այս կացությունը եթե շարունակվի, Հայաստանի փրկության վերջին բադուհանալ կրնապակվիլ։ Միայն համահայկական համախմբումով կարելի է դադրեցնել այս կործանարար ընթացքը։ Monument Watch-ը կդեղեկացնի։ Ադրբեջանի մեջ Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը 2025 թվականի մայիս 17-ին իր տելեգրամյան ալիքին վրա իր իսկ մեկնաբանությամբ եւ մասնակցությամբ դեսանոթ կհրապարակած է, ուր կհայտնե Քարեկի նշտեի հուշարձանի ոչնչացման մասին, ներկայացնելով հերոսը իբրև ֆաշիստ, իսկ հուշարձանի ոչնչացումը իբրև հերոսություն։ Հուսեյնովը նշած է նաեւ Արևելյան Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնտե Մելքոնյանի հուշարձանի ոչնչացման մասին։ Պետք է նշել, թե ազգային հերոս Քարեկի նշտեի հուշարձանը գտնված էր Արցախի Մարդունի քաղաքին մեջ։ Այն գերդված էր քանդակագործ Արմեն Պետրոսյանի կողմէ եւ դեղադրված 2020 թվականի սեպտեմբեր 26-ին։ 2025 թվականի մայիս 16-ին դոկտոր Էլմոն Հանջեր հրապարակային ելույթով հանդես եկավ Բոլսո Փակար գյուղի Դադյան վարժարանին մեջ, ուր ներկայացուց Արևմտյան Հայաստանի հայերը խորագրով պատմամշակութային զեկույցը։
Շիրինջեի հնագիտական միության եւ պատմության հիմնադրամի անդամ Հանջր ընդգծեց, թե հայերը Արևմտյան Հայաստանի մեջ նորեկ բնակիչներ չեն, այլ բնիկ ժողովուրդներն են, որոնք այս տարածքներուն մեջ ապրած են հնագույն ժամանակներեն ի վեր։ Արձանագրությանց եւ հին պատմակիրներու արձանագրություններու հիման վրա ան մատնանշեց, որ պատմական աղբյուրները հայ ժողովուրդը կհիշադակեն որպես Արմենոր, Արմենիա, Ուրարտու կամ Արարատ։ Զեկույցի ընթացքին Հանջր հատուկ ուշադրություն դարձուց հայ ժողովրդի ներդրումին Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգության գերտման մեջ։ Ան շեշտեց հայերու թերը ջարդարաբեդության, երկաթագործության, քորքագործության եւ մանրարվեստի զարգացումներուն մեջ։ Ըստ դոկտոր Հանջրի, Ուրարտուի բնակչության գլխավոր հատվածը կազմած են հայերը անկախ իրենց վարչական դիրքերեն։ Դոկտոր Հանջր հայտնեց, որ իր ուսումնասիրությունները քաղաքական նպատակ չեն հետապնդեր։ Անոնք միտված են գիտական հիմքերով ըմբռնելու եւ փաստագրելու հայ ժողովրդի անցյալը եւ պատմական ներկայությունը։ Միջոցառման ավարտին Փաքր Գույի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրամը շնորհակալագիր հանձնեց դոկտոր Էլմոն Հանջրին, որ իր հերթին հաստատեց, թե նմանաբովանդակ ելույթները պիտի շարունակվին հարաճիգային։ Շուշին վերամբարձ լեռնաշղթայի վրա տակնված անարի քաղաքը վաղուց եղած է ոչ միայն հայկական ռազմավարական, այլև մշակութային կարևոր կենտրոն հարավային Կովկասի մեջ։ Անոր փողոցներով քայլած են մտավորականներ եւ արվեստագետներ։ Անոր բադերը լսած են բազմացայն աղոթներ եւ բանաստեղծական խոսքեր։ Շուշին գերդած է քաղաքագրթությունը, որ միաժամանակ կրծած է բահել ավանդույթը եւ հավաքել ժամանակի նորարարության շունչը։ Քաղաքը եղած է արևելքի եւ արևմուտքի խաչմերուկին մեջ ձևավորված բացառիկ քաղաքագրթական օրրան։ Այսօր ալ քաղաքը գրգին հայտնված է պատմության գիզագետին, իր ճակատագրով հետաքրքրություն առաջացնելով ոչ միայն հայերու, այլ նաև միջազգային փարոյական, գիտական եւ հասարակական շրջանակներու մեջ։ Հիմա ավելի քան երբեք անհրաժեշտ է վերարժևորել անոր բազմաշերտ անցյալը, հատկապես նկատի ունենալով, որ բռնագրաված հայկական քաղաքը ամեն օր ադրբեջանցիներու կողմէ ոչնչացվող հազարամյա բացառիկ պատմական մշակութային արժեքներ ունի։ Հայերու դեմ իրականացված ցեղասպանության թանգարանին մեջ վերջերս տեղի ունեցավ ավստրիացի լրագրող եւ մարդու իրավունքներու պաշտպան Բիրգիտ Քոֆլեր Բեչարտի գիրքին «Ես սպանեցի, բայց մարդասպան չեմ» հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Գիրքը նվիրված է Նեմեսիս քաղաքնի գործողության, որուն միջոցով ցեղասպանության գազագերբիչները ենթարկվեցան արդար վրիժարության։ Շնորհանդեսին ներկա էին պատմաբաններ, պատգամավորներ, մշակույթի գործիչներ եւ Նեմեսիսի մասնակիցներու ժառանգներ։ Թանգարանի դնորեն Էդիտա Գզոյան շեշտեց գործողության համազգային արժեքը եւ միջազգային իրավունքի վրա անոր ասացությունը, հատկապես Ռաֆայել Լեմկինի ներշնչման օրինակով։ Հեղինակը նշեց, որ գիրքը առաջին անգամ հրադարակված է գերմաներեն, Գերմանիո եւ Ավստրիո մեջ ցեղասպանության ճանաչումը խթանելու նպատակով։ Իսկ հայերեն թարգմանությունը առաջացած է Հայաստան այցելության ընթացքին, որպես նախազգուշացում անպատիժ մնացող ցեղասպանություններուն հետևանքներուն մասին։ Խոսք արին նաև գիրքին վրա աշխատած մասնակիցներ եւ Արտաշես Գևորգյանի ժառանգը։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիտողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստակայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ փոխանցագությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներն մեկը, թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահռչակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստակայանի հնարավորությունները ալավելի կամրապնդվին։ Մենք ուշենք միասին։ Սիրելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։